Հայաստանի տնտեսական աճի վրա Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ազդեցությունը 0 է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա ներկայացմամբ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը ուռճացված էր։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ, հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն դա պրոդուկտը գալիս էր Հայաստան, դուք գնում եք մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով, վիճակագրական առումով թիվ է Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան է արտահանում։ Էմիրատների համար արդյունքը, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Պապոյանն ընդգծել է, որ այդ գործընթացը պայմանավորված էր ոսկու շրջանառությամբ։ Թանկարժեք այս մետաղը ներմուծվում էր Հայաստան այլ երկրներ արտահանելու նպատակով, ուստի այն չէր կարող մեծ եկամուտներ ապահովել։ Նա անդրադարձել է նաև Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին երկխոսության դրվագին, որտեղ երկու երկրների առաջնորդների ներկայացրած վիճ տվյալները չէին համապատասխանում, եւ նրանցից յուրաքանչյուրը վստահեցնում էր, որ իր տեղեկությունն է հավաստի։ Պապոյանը կրկին պնդել է, որ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշներն էին ճիշտ։ Նա նշել է, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է միայն փաստացի տվյալներ։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք այլ բան չենք կարող հրապարակել, եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պետք է ասենք 1 միլիարդ է, ասի 11 է, ասենք 11 է։ Նայել ենք, տեսել ենք, չգիտեմ, 9-ը, ասել ենք 9-ը։ Խոսելով Հայաստանի տնտեսական հնարավորություններից, Պապոյանն անդրադարձել է ամերիկյան ներդրումների ներգրավմանը եւ շուկայի ընդլայնման հնարավորություններին։ Նա ընդգծել է, որ հիմա Հայաստանը ակտիվորեն գործակցում է համաշխարհային բրենդների հետ, որը մեր հանրապետությանը հնարավորություն կտա բարելավել մեր դիրքերը միջազգային շուկայում։ Եթե նկատել եք, օրեր առաջ օրինակ ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն նաև այդ մակարդակում լոկալ տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ եւ արդեն պետական մակարդակում, եթե այդ մակարդակում եւս քննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը, այս առումով մենք եւս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաեւ եւ հուշում ենք գործընկերներին, որ այստեղ օրինակ այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում, գործընկերները իրենք եւս գալիս են եւ մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են եւ բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում, այդպես ասած, չենք հայտարարում դրա մասին, խոսում ենք այն մասին միայն, որոնք որ ինքը բրենդը համաձայն է։ Պապոյանն առանձնահատուկ կարևորել է թուրքական ներդրումների հնարավորությունը, նշելով, որ այն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կայունության վրա։ Չեմ կարծում, որ մեր խնդիրն է, որպեսզի մենք հենց անենք, որ ներդրումներ անենք, մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, սա մեկ, այսինքն էքսպորտ ունենանք այնտեղ, եւ երկրորդը օգտագործենք թուրքական նավահանգիստների եւ թուրքական ճանապարհների պոտենցիալը եւ այդ պոտենցիալի միջոցով մեր ապրանքները արտաքին աշխարհ, երբ որ մենք հասցնենք, դրանք կլինեն շատ ավելի մրցունակ, քանի որ թուրքական նավահանգիստներով միջակայական ծով դուրս գալը մոտավորապես երևի 3 անգամ ավելի կարճ է, եւ որը էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի վրա եւ հետեւաբար ապրանքների մրցունակության վրա եւ իհարկե նաեւ օգտագործելով թուրքական ցամաքային եւ ծովային հնարավորությունները, նավահանգիստներ, ճանապարհներ, Հայաստան ներմուծվող ապրանքների գները էականորեն իջեցնել եւ դրանով նաեւ ուրեմն բնականաբար եթե որևէ որոշակի ապրանքներ գան Հայաստան շատ ավելի քիչ տրանսպորտային ծախսերով, դա հնարավորություն կտա մեզ շատ տրամաբանական է, այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր։ Խոսելով TRIP նախագծից Պապոյանն ասել է, որ այս պահին մանրամասն ուսումնասիրություններ են իրականացվում եւ ճանապարհների կամ ենթակառուցվածքների վերաբերյալ դեռևս կոնկրետ հայտարարություններ անել չի կարող։ Այնուամենայնիվ նա ընդգծել է, որ աշխատանքներ տարվում են եւ Հայաստանը պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել։ Անդրադառնալով ֆերմերների դաբաղի տարածման մասին ահազանգերին, Պապոյանը վստահեցրել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում,
Հայաստանում այդ հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Նա հավելել է, հարևան երկրներում դեպքեր արդեն գրանցվել են, ուստի արվում է հնարավորը կանխարգելելու հիվանդության ներթափանցումը մեր հանրապետություն։ Ներկայում իրականացվում է լայնամասշտաբ վակցինացիա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։